Ողջույն, Realpolitik Plus-ն է եթերում եւ այս ձևաչափով մենք շարունակում ենք ներկայացնել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած նախագահի տեխնացուներին։ Ողջույն։ Այսօրվա մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնացու պարոն Անդրեաս Ղուկասյանը եւ ինչպես տեսնում եք մենք ստիպված ենք աշխատել ինչ որտեղ էքստրեմալ պայմաններում մենք գտնվում ենք Բարոյան փողոցում Գիտությունների ակադեմիայի շենքի մոտ եւ սա պայմանավորված է նրանով որ նախագահի տեխնացու Անդրեաս Ղուկասյանը հունվարի 21-ից հայտարարել է հացադուլ։ Բարև ձեզ, պարոն Ղուկասյան։ Բարև ձեզ, Նախ ինչպես եք։ Շնորհակալություն։ Առողջական դժվարություններ, խնդիրներ, մենք իմացանք, որ այսօր շտապօգնության նաև բժիշկներ են ձեզ այցելել։ Շտապօգնությունը գալիս է իր նախաձեռնությամբ, չափել են ճնշումը նորմալ էր, ամեն ինչ նորմալ է։ Շատ լավ։ Այն էքստրեմալ ծայրահեղ միջոցը, որ դուք պայքարի դրել եք ազատության պայմաններում, որտեղ օրինակ փորձի բերմամբ ես տեսել եմ անազատության պայմաններում հացադուլի ուրեմն հացադուլի դիմելու դրսևորումներ եւ դա հասկանալի է երբ դու անազատության մեջ ես արդյոք դուք սպառել եք բոլոր այն քաղաքական մեթոդները պայքարի որ միանգամից դիմեցիք ծայրահեղ այդ միջոցին երբ կարծես նաև փորձը կա հա Ռաֆի Հովհաննիսյանի երբ նա ծոմ էր հայտարարել ազատության եւ անարդյունք այսպես ավարտ ունեցավ Հայաստանում չեք կարծում որ այդ ծայրահեղ միջոցները եւս աշխատող չեն եւ հիմնականաբար չեմ կարծում եւ քանի որ չեմ կարծում դրա համար էլ դիմել եք այդ քայլը դիմել եմ այս իսկ սպառել եք արդյոք պայքարի այն բոլոր միջոցները որոնք առկա են նաև որպես քաղաքական գործիչ, որովհետև այս պահին դուք այլևս ոչ թե փորձագետ եք, այլ քաղաքական գործիչ, որը կոնկրետ համապետական ընտրության է մասնակցում։ Հացադուլը դա ուժեղ քաղաքական գործողություն է, ուժեղ գործիք է հարկադրման քաղաքական օպոնենտների նկատմամբ խնդիրը, որը որ այսօր առաջ է բերված, դա նորաջագույն խնդիր է, ինչպես կարելի է իշխող կուսակցության տեխնացուին զերծ պահել ընտրություններում մասնակցելուց։ Բնականաբար ինչ-որ այլ քաղաքական ճնշումներով դա անել անհնար է։ Ես հրապարակել եմ իմ տեսլականը, ես գտնում եմ, որ այն քաղաքական ուժը, որը որ նախկին ընտրություններում խախտել է սահմանադրությունը, արկադրել է քաղաքացիներին քվեարկել, մնացել է անպատիժ, հասկանալի է ինչ պատճառներով, որովհետև ինքն է վերահսկում պետությունը ամբողջությամբ։ Այս ընտրություններում մասնակցելու իրավունք չունի եւ ես որպես մրցակից իրեն այդ ուժի ներկայացուցիչին պատշաճ մրցակից չեմ ճանաչում։ Սա թելադրեց այս դրամաբանությունը, որ քարոզարշավ սկսելու փոխարեն ես հայտարարեցի հացադուլ եւ այս փուլում կարևորագույն նպատակ եմ համարում հարկադրել իշխող կուսակցությանը զրկել Ձեր քայլի հասցեատերը Սերժ Սարգսյանն է թե առավելապես հանրությունը Պետությունը ավելի կոնկրետացնեք, հանձինասում պետությունը դա բազմաթիվ ինստիտուտներ է այդ թվում նաև հանրությունը, հասարակությունը, ժողովուրդը այսպես ասած լայն նայենք այս խնդրին բնականաբար այս հարցը Հայաստանում շինություն ընտրությունների հարցը, որը որ նորություն չի, դա ինքն ունի բազմաթիվ հարթություններ, ունի միջազգային հարթություն, որովհետև Հայաստանը մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ պետություն է, ԱՊՀ անդամ պետություն, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի եւ այդ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ունի պարտավորություններ, որոնք որ պիտի կատարի։ Այդ կազմակերպությունների առաջ ստացած պարտավորություններ։ Այդ կազմակերպությունների մեջ մյուս անդամ պետությունների նկատմամբ իր վրա վերցրել է պարտավորություն պահպանել նաեւ մարդու իրավունքների հետ կապված նորմերը իր երկրի ներսում եւ այլն եւ դա պատահական
պարտավորություններ չեն, այդ պարտավորությունները այդ կազմակերպությունների համար սկզբունքային եւ համակարգ կազմող արժեքներին են վերաբերվում։ Հայաստանը այսօր հայտ է ներկայացնում միանալ Եվրոմիությանը, ասոցիատիվ պայմանագիր կնքել Եվրոմիության հետ, սա եւս կարևորում է արժեքային համակարգի խնդիրը եւ բնականաբար ես դեռ պատասխանեմ այդ հարցին արդեն ավելի բան, մի հարթությունը դա մատնանշված միջազգային հարթությունն է, մյուս հարթությունը դա պետությունն է, իդեմս կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որը որ գլխավորում է ընտրահանձնաժողովների համակարգը, իսկ այդ վերահսկում է այս ընտրական պրոցեսը։ Այն պետական մարմին է, ում վրա օրենքով դրված է այդ կազմակերպման ոչ միայն կազմակերպման, այլ նաև պաշտպանման, իրավունքի պահպանման պատասխանատվությունը։ Այսինքն ըստ էության այդ մարմինը ոչ թե միայն վարչական մարմին է, այլ ինքը նաև պետական իշխանության մարմին է, որովհետև պիտի ապահովի հանրության իշխանության դրսևորումը։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այն ինչ սահմանադրությամբ թեզն է եւ այլն։ Եվ երրորդ հարթությունը դա իհարկե հանրությունն է, որը որ նույնպես պիտի արձագանքի մի իրադրության, որը իր համար նոր է բնականաբար։ Հայաստանը տենց իրադրություն չի ունեցել, երբ որ անձը վիճարկի ոչ թե մեղադրի կուսակցությունը ինչ-որ բաների մեջ, այլ պարզապես վիճարկի իր մասնակցությունը ինչ-որ պետական գործառույթում, ընտրական պրոցեսներում։ Եվ սա նույնպես հանրության համար որոշակի մարտահրավեր է, հանրությունը պիտի Այսինքն ձեր քայլը ինչ որ առումով նաև միջազգային շերտին է ուղղված այն կազմակերպություններին, որի անդամ ենք մենք, եւ այն կազմակերպությունները, որոնք այսպես կամ այնպես նաև դիտարկելու են այս ընտրությունները եւ ինչ որ ձևով նաև կանաչ լույս են վարելու։ Կարող ենք ասել, որ նաև դիտորդական առաքելություններին է ուղղված։ Այն կազմակերպություններին, որոնց դիտորդական առաքելությունները դա այն պետությունների կողմից այստեղ ուղղված մարդիկ են, որոնք որ պիտի իրենց զեկույցով, իրենց կարծիքով հաստատեն, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, թե կամ ոչ։ Բայց չեք կարծում, որ մենք տեսել ենք 2003 թվական, 2008 թվական, երբ կանաչ լույս է վարվել այն ապօրինությունների նկատմամբ, այն ես ունեցել եմ հանդիպում ամսի 19-ին, դա նախատեսված հանդիպում էր։ Այսինքն միջազգային կազմակերպություններից որևէ բան ակնկալել, երբ ներսում չունենք հանրային նաև այսպես պարտադրանքի, այսպես կարևոր, հա, ներուժ պոտենցիալ, երբ հանրությունը ուղղակի նաև իր իրավունքների համար ոտքի կկանգներ, հա, երբ մենք փաստորեն ունենք ամայացած դաշտ, ամբողջությամբ կազմակերպված ընդդիմադիր, այսպես ուժեր, որոնք այլևս ընդունակ չեն պայքարի, եւ այս ձեր քայլը որքանով կարող է այս համատեքստում, երբ մենք տեսել ենք թե միջազգային կառույցների, կազմակերպությունների գործելավոճը, երբ նրանք աչք են փակել ապօրինությունների վրա եւ մարտի 1-ից հետո նույնիսկ այսպես գործուն քայլեր չեն ձեռնարկել, որպեսզի երկրում իսկապես հնարավոր լինի այսպես նոր ընտրությունների միջոցով իշխանություն կողմ։ Սա այն հիմնական պատճառներից նաև մեկն է եղել, որը որ ինձ թույլ տվեց դիտորդների առաքելությանը ասել, որ իրենք ունեն պատասխանատվություն 2008 թվականի մարտի 1-ի այդ դեպքերի ժամանակ պետության կողմից ուժ գործադրելու հարցում, որովհետև ըստ էության իրենց զեկույցը օգտագործվեց որպես գործիք քաղաքական, որը թույլ տվեց դիտարկել այդ ընտրակաշառքների եւ ընտրական խախտումների դեմ ընդվզող մարդկանց որպես ապստամբներ, եւ պետությունը այստեղ կիրառեց ուժ, հողում անելով, որ դա ապստամբություն է, որը որ ինքը փորձում է ուժով կասեցնել, այնինչ գիտենք, որ ավելի բարդ քաղաքական իրադրություններ։ Իհարկե, միջազգային դիտորդական առաքելությունը ըստ էության իր նպատակը բարձրացնել պետության հեղինակությունը, եթե չի կատարում, ապա ում հեղինակությունն է ինքը երկրում, այսպես ասած,
սպասարկում բնականաբար իշխող կուսակցությանը եւ այդ խնդիրները ես հիշեցրել եմ դիտորդների հետ հանդիպելուց եւ մատնանշել եմ, որ ածադուլը կասեցնեմ այն դեպքում, այն ժամանակ, եթե իրանք գան այն եզրակացության, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն չի, մենք ունենք կեղծ ժողովրդավարություն եւ շինծու ընտրություններ եւ կասեցնեն իրենց առաքելությունը։ Չվերաբերվում է քաղաքական դաշտին, իհարկե այսօր դա շատ ֆունդամենտալ հարց է դուք դնում, դա մեր քաղաքական համակարգի ապագան բոլորիս հուզող այն խնդիրն է եւ այս իրադրությունը ստեղծեց նաեւ ինձ համար հնարավորություն առաջադրվել։ Այսինքն կարծում եք, որ դուք կարող ենք ասել, որ այս քայլը ինչ որ չափով նաև պայմանավորված էր այն զարգացումներով, որ վերջին ամիսներին տեղի ունեցան այդ քաղաքագիտական վերլուծության արդյունքում, երբ դաշտը ըստ էության վերացավ ընդդիմադիր եւ դուք առաջ եկաք հասկանալով, որ այլընտրանք իրավիճակին կարող է հենց այս ծայրահեղ Որովհետև տեսեք 2008 թվականին երբ որ տեղի ունեցան բոլորիս հայտնի դեպքերը այդ ընտրությունները որպես այդպիսին ես փաստորեն տեղյակ լինելով թե քաղաքական դաշտում ինչ է կատարվում ինչը ոչ ես փաստորեն չեմ հիշում ձեզ մինչև այս մաշտոցի պուրակի շարժումները որ դուք ինչ որ քաղաքական ակտիվություն դրսևորեք այդ հարցում կամ ինչ որ հստակ դիրքորոշում հայտնեք դրա վերաբերյալ ասեմ լինի դա քաղաքական կամ քաղաքացիական այդ ինչ պատահեց այդ մաշտոցի պուրակի այդ դեպքերի զուգահեռ ինչ որ բան որ դուք միանգամից տենց ակտիվացեք պարոն տեսան թե իմ տպավորությունն է սխալ ձեր տպավորությունն է դա Եվ ձեր մասնակցության արդյոք չեք ապահովում այն բազմազանությունն ու այսպես տպավորությունն ինչ որ առումով գուցե հերքեք դա թե այլ բան 2008 թվականը ես գտնում եմ որ մեր քաղաքական համակարգը ցնցեց դա երկրաշարժ էր որը որ վնաս պատճառեց մեր քաղաքական համակարգին եւ հանրություն պետություն հարաբերություններին այդ հարաբերություններում մեծ սեպ դրվեց այդ ժամանակ Այդ ձեր համակրանքը որտեղ էր 2008 թվականին Այդ ժամանակ մեր խնդիրն էր անձամբ ձեր համակրանքը որտեղ էր ենթարկվել ըստ էության իշխող կուսակցության հրահանգին թե ոչ լանը նրանումն է որ 2008 թվականի մարտի 1-ին հայտարարվեց արտակարգ դրություն ամբողջ Երևանի տարածքում, բայց ոչ ամբողջ Հայաստանի տարածքում եւ մենք ունենք հարց դրա հետ կապված շարունակել հեռարձակել ազատություն ռադիոկայանը Երևանից դուրս թե ոչ այդ հարցը փորձեցինք բնականաբար քննարկել մեր հենց ազատության հետ հասկանալ կարող են իրանք որևէ երաշխիքներ մեզ տալ որ եթե մենք իրենց ծրագրերը շարունակենք տարածել իրանք ինչ որ ձևով կերաշխավորեն մեր ստեղ անվտանգությունը ոչ օրինական ոտնձգություններից ազատությունը այդ ժամանակ նման երաշխիքներ չէր կարող տրամադրել այդ իրադրությունը շատ արագ պարզ դարձավ հանդիպում էր մարտի 3-ին ՀՀԿ առաքելության ներկայացուցիչների հետ իրենք նույնպես չկարողացան որևէ այս իրադրության մեջ խորհուրդ կամ երաշխիք տալ եւ մենք մարտի 5-ից սկսեցինք հեռարձակել դա մեր սեփական այսպես ասած պատասխանատվության տակ ըստ էության դա համապատասխանում էր օրենքին չէր հակասում որևէ բանին բայց դա չէր համընկնում ընդհանուր դրության հետ, երբ որ բոլոր մնացած ԶԼՄ-ները գերադասեցին իրենց աշխատել ցենզուրայի հետ ուղղակի եւ ցենզուրայի պայմաններով իրենց պրոդուկտները Երևանից դուրս չտարածել։ Սա ստեղծեց մի իրադրություն մեր ռադիոկայանի համար, որ մենք մի տեսակ մնացինք առանձին մնացած ԶԼՄ-ների դաշտից ներողություն ձեր ռադիոկայան ասելով ռադիոհայ է նկատի ռադիոհայը դա երկու տասնյակ ռադիոկայաններ են որոնք սփռված են ամբողջ Հայաստանով եւ Արցախում այն իմաստով որ ոնց որ ասած չմիացանք բոյկոտին
այդ մյուս ԶԼՄ-ների, այլ փորձեցինք ընդհակառակը այդ իրադրության մեջ մաքսիմալ կատարել որպես անհատ, որպես քաղաքացի այդ տարվա զարգացումներում այդ ձեր համակրանքը որտեղ էր։ Դուք հրապարակում էիք օրինակ ազատության հրապարակում էիք թե ոչ։ Մարտի 1-ին մասնակցում էինք այդ բոլոր աշխատանքներին։ Իսկ մինչև մարտի 1-ը Մինչև մարտի 1-ը ես ունեի իմ անձնական քաղաքական դիրքորոշումը, ես չէի սատարում Լևոն Պետրոսյանին։ Ես պիտի որ եթե ուսումնասիրել եք իմ հրապարակումները նույնիսկ մեղադրական եմ մոտենում այդ ժամանակաշրջանի մեր բարձրագույն իշխանության այնպես չի որ դուք նաև մարտի 1-ի գնահատականներում միանշանակ այսպես վերաբերում եք նաև Գիտեք ինձ համար դարձավ դա շատ բարդ իրադրություն, որովհետև մի կողմից չէի հարում Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց մյուս կողմից ինձ համար անընդունել էր այն գործողությունները, որ իշխանությունը գործադրում էր, որ իշխանությունը հարկադրեց պետությանը անել, պետությունը նորից, ինչպես եւ հիմա ցուցաբերեց, որ ինքը իշխող կուսակցությունից լիովին կախված է, բանակը ենթարկվեց ոչ օրինական հրամանին, ինչը չպետք է աներ, եւ մյուս, իհարկե մենք այդ ամենը իմացանք ավելի ուշ, երբ որ անցավ ժամանակ եւ դա դարձավ ավելի հրապարակային, բայց այդ օրը մթնոլորտում պարզ էր, որ կատարվեց ինչ-որ մի վատ բան, որ պետությունը անցավ ինչ-որ մի իշխող կուսակցությունը անցավ ինչ-որ մի իշխող ուժը անցավ ինչ-որ մի դա հանցագործություն չէ, ինչ-որ մի գիծ, որից հետո վարված են բոլոր կամուրջները հանրության հետ հարաբերություններ վերականգնելու համար։ Ինչպես եք պատկերացնում այդ վերականգնելու Ես համարում եմ, որ նույնիսկ ՀԱԿ-ի այս բոլոր ջանքերը տոլերանտ մթնոլորտ ստեղծել եւ այլն, որովհետեւ մենք հիշում ենք Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ագրեսիվ ռետորաբանությամբ էր այո Կարոզարշավը ինքը խորին մեղադրանքներ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, վիրավորեց իրենց նույնիսկ այդ ձևով, հա, իր Կարոզարշավը տանում էր շատ ագրեսիվ ձևով։ Իհարկե այդ ամենը հիմք չէր որևէ մեկի համար, որ օգտագործել պետությունը որպես գործիք քաղաքացիների դեմ։ Բայց այնուամենայնիվ մենք տեսանք, որ այդ ամենը տեղի ունեցավ եւ առ այսօր այդ բացը կա։ Հանրությունը չի վստահում պետությանը, հանրությունը այնպիսի արդեն ձևավորված կարծիք ունի իշխող կուսակցության նկատմամբ, որ ես բացառում եմ, որ որևէ մի ծրագիր, PR տեխնոլոգիա կամ ինչ-որ մի բան կարող է փոխել այդ իշխող կուսակցության դիրքը հանրության։ Այս իշխանությունը հացադուլներ է տեսել, այս իշխանությունը հարյուրավոր մարդկանց բանտարկել է, այս իշխանությունը սպանել է 10 քաղաքացու, 8, բայց արդյունքում 8 եւ 2 զինվորներ, որոնք այո։ Եվ արդյունքում կարողացել է դիմակայել իշխանություն պահել։ Ձեր անձնազոհությունը, այս հացադուլը Գիտեք, ես ունեմ խորին կարծիք, որ այդ ամենին իշխող կուսակցությունը չէր հասնի, եթե չստանար համապատասխան աջակցություն ընդդիմությունից եւ այսօր գործարքի մեջ է եղել իշխանության հետ եւ դա նկատի ունեք, գործարքը նկատի ունեք։ Նկատի ունեմ սպասարկումը իր բոլոր դրսևորումներով, առումներով, կարծում եք, որ ընդդիմությունը անազնիվ է եղել հասարակության հետ։ Իր պատշաճ բարեխիղճ չի իր պարտականությունը հանրության առջև չի կատարում, ապա եւ առաջանում է մի դրություն, որ ամբողջ հանրության համար ստեղծում է ճգնաժամ։ Ես գտնում եմ, որ ընդդիմությունը չպիտի շատ բաներ աներ, չպիտի գնար նույնակ երկխոսության։ Գտնում եմ, որ երբեք քաղբանդարկյալները խոչընդոտ չեն շարժումը շարունակելու համար։ Շարժումը միայն այն դեպքում հաջողակ է եւ քանդար քաղբանդարկյալը այն դեպքում է պաշտպանված, երբ որ շարժումը շարունակվում է։ Երբ որ շարժումը ասում է ես կանգնում եմ մինչև քաղբանդարկյալները չազատեմ, իրանք մնում են բանտերում եւ նվաստացված ձևով են ազատվում ամնիստիայի միջոցով եւ այլն, ինչը որ դա չէինք սպասում։ Մենք սպասում էինք, որ պետությունը կճանաչի, որ այդ մարդիկ անմեղ են եւ իրենց գործողությունները մեր սահմանադրությանը չեն հակասել, բայց եղավ հակառակը։
Եվ այստեղ իմ կարծիքով ընդդիմությունը մեծ սպասարկում տվեց իշխող կուսակցությանը իր այս տեսակ քայլերով քաղաքագիտական վերլուծությանը ինչպես եք վերաբերում եւ այն տխրահրճակ ավարտին, որ մենք փաստորեն այս շրջանում ականատես եղանք։ Ըստ էության այս ընդդիմադիր ուժը արձանագրեց, որ ինքը վստահում է ոչ թե հանրությանը, հանրության ռեսուրսներին, այլ վստահում է օլիգարխիային արդյունքում, որովհետև օլիգարխիան եւ փողը դուրս եկան շարժիչ ուժը։ Հանրությունից ոչ մի այսպես առարկայական հանրության հետ ոչ մի Բանակայի լիդերը հաստորեն օլիգարխ չէ։ Այստեղ եկեք անցնենք Մաշտոցի պուրակին։ Մաշտոցի պուրակը ես նկատի ունեմ եւ երիտասարդների կներեք մի պահ ընդհատեմ ձեզ ՀԱԿ-ը ըստ էության սպառեց հանրության միջոցով իշխանության գալու բոլոր ճանապարհները, ռեսուրսները եւ դիմեց օլիգարխիային։ Ինչի մասին պարզագույն հայտարարություններ արեց Դավիթ Շախնազարյանը եւ մյուս բաներ, ուզում եմ ասեմ, ակնհայտ է այս դրությունը, ակնհայտ է այդ գաղափարական անկումը, որը որ ըստ էության ՀԱԿ-ում եւ դուք 2011 թվականի 2010 նորից ձմեռվա այդ օրերին հայտնվեցիք Մաշտոցի պուրակում 11 թվականին դեռ չէ 12 թվականի մարտից մենք միացանք ապա մոնտաժողների խմբով եւ գաղափարախոսությունը նա էր որ երբեք շարժումը չի կարող խնդրել իշխանությանը որ իշխող կուսակցությունը որ ինչ որ մի բան արա նա պիտի իր պահանջը ձևակերպի եւ գործիք ունենա ինչպես այդ պահանջին կարողանա հասնի եթե հարկադրանքի այդպիսի ռեսուրս չկա այլ պայքարը ընդամենը հենված է այսպես ասած պատկերացման վրա որ եթե մարդաշատ եղավ միտինգը ապա դա ավելի ազդեցիկ է ներքին եւ արտաքին ուժերի վրա դա սխալ ճանապարհ էր մեզ պարզ էր արդեն մի խումբ ընտավորականների որ դա փորձած արդեն եւ սպառված ռեսուրս է մենք որոշեցիք բրիգադների բաժանվել եւ ուրեմն յուրաքանչյուր խնդրի համար անհրաժեշտ է այնքան մարդ ինչքան որ տվյալ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է դրա համար բայց բրիգադները որևէ ձևով չէր հաջողվում, չէ՞, այդ պտուտակները։ Մեզ համար կարևոր էր ստեղծել ճնշում։ Դուք կարծում եք ստեղծել եք այդ ճնշումը։ Մենք ստեղծել ենք ճնշումը, մենք ստիպել ենք ոստիկանությանը շուրջօրյա հսկողություն սահմանել։ Ոստիկանությունը հայտնվեց թակարդում, պետությունը հայտնվեց թակարդում։ Այն դեպքում է որ դեպքերը ոստիկանությունն ավելի շատ էր, քան մասնակիցները, նույնիսկ այնքան էին։ Մենք ազատ էինք, ունեինք ազատության հնարավորություն, կարող էինք մեր միջոցառումները երբ ասես պլանավորեինք, որ ժամին ինչ կարգով բայց չեք կարծում որ դա նաև իշխանության թողտվությամբ էր եւ նաև իշխանությունը հանդուրժող էր այդ իմաստով օրինակ դրանից մի քանի տարի առաջ օրինակ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում այդպիսի հավաքներ ուղղակի անկարելի իհարկե չէին լինի բայց այստեղ չմոռանանք որ մարտի 1-ից հետո եւ այն մեծ ճնշումը որ իշխանությունների վրա տեղի ունեցավ այսինքն ոչ թե ճնշումը այլ իշխանությունները փորձեցին մատուցել ամբողջ աշխարհին որ սա անբարեխիղճ ընդդիմության հարձակումներ բարեխիղճ պետության վրա դրա համար ուժ գործադրվեց որից հետո արդեն շատ սուր դարձավ քաղաքբանդարկյալների խնդիրը ուժ գործադրելու խնդիրը մեր պետության համար եւ իշխող ուժերը ստիպված եղան տանել այդ աշխատանքը որ իրավապահ մարմինները ուղարկեցին ինչ որ վերապատրաստման եւ այլն adekvat գտնվեցին այո դա կոնկրետ ինձ թվում է այն գինն էր որը որ մարտի 1-ից իշխող խումբը իրեն վերարտադրելու հնարավորություն ունենալու համար պիտի վճարեր այսինքն պիտի ինքը սահմանափակեր նախկինում ունեցած իր Մաշտոցը ավարտվեց ընդամենը տարոնջան սա գեղեցիկ չէ արտահայտությամբ դուք դա ձեր հաղթանակն եք համարում ոչ մենք չհասանք մեր այն թիրախային նպատակներին որը որ դնում ենք ինչու իրադրությունը ինչի օրինակ իշխանությունը չգնաց նրան որ դուք ձեր ուժերով
հասնեիք ապամոնտաժման, հասնել ապամոնտաժման դա որտեղ այնպեսի տպավորություն ստեղծվեց նաև, որ Մաշտոցի պուրակի այդ ամբողջ նրա համար էր, որ պետությունը գա տեղական ինքնակառավարման մարմինը, ինչը որ չկարողացա անել։ Գա բանի։ Փաստորեն տպավորություն ստեղծվեց, որ այդ Մաշտոցի պուրակի ամբողջ պայքարը ինչ որ ձևով նաև նպաստեց Սերժ Սարգսյանի ընտրարշավին, չէ՞, ազգային ժողովի ընտրություններից առաջ։ Սերժ Սարգսյանը ուղղակի եկավ։ Դա PR գնահատական է, ուղղված Մաշտոցի գոյության իրավունք ունի։ Գոյության իրավունք ունի եւ շատ-շատերը կարծեմ հենց այդպեսի նաև մենք մասնագետներ ենք PR կարծիքի եւ վստահ եմ որ կիսեք իմ կարծիքը որ այդ տեսքով ինչպես որ արեց նախագահան ինքը որևէ ձայներ օգուտներ չստացավ, բայց առաջացավ մի այլ իրադրություն, երբ որ շարժումը մեղադրվեց, որ դա անկեղծ շարժում չէր եւ իշխանության արդյունքը այստեղ ոչ թե նրանում էր, որ ինքը ստացավ դիվիդենտներ ընտրությունների տեսակետից, այլ իր դիվիդենտը նրանում էր, որ նորաստեղծ քաղաքացիական շարժումը վարկաբեկվեց եւ այստեղ ես ձեզ հետ համաձայն եմ, որ սա են խոցելի հատվածներ, որը որ Իսկ իշխանությունը գործեց իր տրամաբանության մեջ հարազատ եւ որևէ կերպ չդավաճանեց իրեն։ Հնարավորություն չունեց, որպեսզի քաղաքացիական շարժումը գոնե մեկ անգամ, այսպես արժանապատիվ հաղթանակ տանի։ Դա ամենամեծ վտանգն է ռեժիմի համար եւ ռեժիմը չի կարող ուղղված ձեր այս քայլը, ում հասարակական որ շերտի, որ զանգվածի աջակցության կարիքն ունեք, քաղաքական որ ուժի կողմից եք նաև ակնկալում աջակցություն, որտեղ չի կարող ձեր քայլը ձայն բարբարո հանապատի լինել, դուք էլ ակնկալում եք ինչ-որ շերտերի աջակցություն։ Ես գիտեմ, որ քաղաքացիական շարժման տարբեր գործիչներ, ձեր նաև գործընկերները բրիգադից, մոնտաժողներից այս պահին ձեր կողքին են, բայց դրանք սահմանափակ են, դուք ավելի մեծ, այսպես զանգվածների հավանաբար աջակցություն ունեք, ինչ եք ակնկալում։ Գիտեք, վերջ տալ շինծու ընտրություններին դա մի այնպիսի կարգախոս է, որ միավորում է այսօր պարադոքսալ չընչի բոլորին։ Իշխող կուսակցությունն էլ է, չէ, հանդես գալի այդ կարգախոսով։ Երբ որ ասում է, որ մենք Հայաստանում կանենք այսպես, այնպես եւ այլն։ Մրցակցային կանենք, լավագույն ստանդարտներին, թափանցիկ, այսինքն ոչ շինծու։ Ենթադրափոր է։ Թեպետ մենք տեսնում ենք, որ շինծու են ի սկզբանե, որովհետև այն մրցունակ քաղաքական գործիչները, ինչպիսին էր Վարդան Օսկանյանը եւ քաղաքական ուժը դրան համապատասխան հարող դուրս եկան մրցապայքարից ոչ քաղաքական մեթոդներով։ Վարդան Օսկանյանը այսօր ոչ բանտում է, ոչ էլ իր վրայից համված է մեղադրանք, իսկ մեղադրանքը ներկայացված իր դեմ Կարծում եք, որ նա պոտենցիալ տեխնացու էր, բայց նա չառաջադրվեց։ Նա ներկայացնում էր այդպիսի հայտ եւ մենք տեսանք, որ բայց այդ կուսակցության առաջնորդը ինքը որոշեց հրաժարվել, ինքն էլ ի սկզբանե ասել էր, որ այն կողմ կլինի, եթե կուսակցության առաջնորդը ինչը նույնպես տեսանք, որ որոշակի ճնշումների հետ էր կապված եւ այդ բանակցությունները, որոնք որ անընդմեջ վարվում էին ԲՀԿ-ի եւ ղեկավարի Այսինքն դուք տեսնում եք պոտենցիալ Հայաստանում օլիգարխի համար իշխանության գալու մի օլիգարխի, որը իր ամբողջ կապիտալը կուտակել է այս իշխանության նաև շնորհիվ եւ հովանավորությամբ եւ կկարողանար դիմանալ։ Պարզապես ասում եմ, որ անկախ նրանից ինչ տեղի ունեցավ ՀԿ-ԲՀԿ հարաբերություններում, այն ինչ որ տեղի ունեցավ, դա քաղաքական ճանապարհով տեղի չունեցավ, դա տեղի ունեցավ այլ ճանապարհներով, որը որ արդեն ընտրությունների տեսակետից կոչվում է ընտրություններին նախորդող։ Ես կարծում եմ, որ օրինակ, եթե ընդհատեմ ձեզ, ինքը ԲՀԿ-ն արդեն ապաքաղաքական կառույց լինելով, ի սկզբանե սխալ էր իր այսպես մեկնակետը, բոլորովին այլ այսպես դիրքավորումներ էին քաղաքական դաշտում, որոնք հնարավորություն տվեցին նաև իշխող կուսակցությանը գնալ այդպիսի գործողությունների։ Եկեք համաձայնենք, որ քաղաքական դաշտը որևէ երկրում երբեք չի լինում անսպառ։ Եվ յուրաքանչյուր քաղաքական համակարգ ունի 3, 4, 5 կարևորագույն կուսակցություններ, բաղադրիչ, սովորաբար դա 3-ն են կամ 4-ն են։
կան երկրներ, որտեղ երկուսն են։ Մեզ մոտ ձևավորվեց քաղաքական համակարգ, որը որ ներկայացված էր ԲՀԿ, ՀԿ, Դաշնակցություն, չէ, ազգային ժողովում ներկայացված են կուսակցությունները, բայց պարզվեց, որ իրանք հանրության համար որևէ օգտակար չեն եւ դրա համար արժեք չեն ներկայացնում, որովհետեւ որ դեպքում կուսակցությունը արժեք ներկայացնում, երբ որ ինքը օգտակար է հանրության ունի հանրային աջակցություն, իսկ ունի հանրային աջակցություն, երբ որ հանրությունը տեսնում է, որ ինքը լուծում է հանրության համար կարևորագույն խնդիրները։ Լավ, պարոն Ղուկասյան, մի sense հարց տամ։ Դուք հիմա նստած եք հացադուլի եւ կոնկրետ պահանջներ ունեք ուղղված թե իշխանությանը, չէ՞։ Թե միջազգային կազմակերպություն։ Թե միջազգային կազմակերպությունները։ Հիմա փորձենք մի թեթև մոդելավորել իրավիճակը։ Դուք միայն նստած եք այստեղ, առաջ եք քաշում ձեր պահանջները, ասես նման ծայրահեղ քայլեք իմելով պասպորտը։ Եվ ասենք ձեր այս ակցիան, ձեր այս գործողությունը արհամարվում է։ Որը լինելու ձեր քայլը հետագա։ Ասենք Սերժ Սարգսյանը չի հանում իր տեխնացությունը, կենտրոնական դրական հանձնաժողովը, այսպես ասենք, տալիս է սա չտեսնելու եւ չլսելու եւ այսպես ասած դուք մնում եք այստեղ նստած, որն է ձեր հաջորդ ակտիվ քայլը լինելու։ Եվ ամենակարևորը հանրային այսպես հնչեղություն եւ անհրաժեշտ աջակցություն չեք կարողանում ապահովել, որպեսզի նաեւ ինչ որ առումով կարողանաք շարժել գործընթացը, այսպես գործընթացին ուժ հաղորդել։ Գիտեք, դուք ճիշտ հարցադրում եք դնում, որովհետև յուրաքանչյուր քաղաքական ծրագիր, չէ, ենթադրում է պատճառահետևանքային կապ եւ տարբեր եղանակներում քաղաքական գործիչը ինչ պիտի անի։ Եթե հանրությունը անտարբեր է, եթե համակարգը անխոցելի է, ինչպես դուք ասում եք, ապա ես գտնում եմ, որ փետրվարի 18-ի դրությամբ ես կլինեմ միակ այն մարդը, որը որ ազնիվ դրա դեմ ընդվզեց եւ կհամարեմ, որ ես կատարել եմ ամեն ինչ, ինչը որ ինձանից կախված է եղել։ Եվ այն, որ ուրիշները դա չեն արել, դա իմ մեղավորությունը չի։ Ես ղեկավարվում եմ հետեւյալ սկզբունքով. դու արա ինչ համարում ես ճիշտ։ Մնացածը կորոշեն միանալ դրան։ Մնացածը ինչ լինում է, թող լինի։ Թե չեն միանա, դա մնացածի խնդիրն է։ Եվ ես վստահում եմ հանրության դիրքորոշմանը։ Ես վստահում եմ, որ հանրությունը միշտ անում է ճիշտ դիրքորոշում եւ ինքը նույնպես այս իրադրության մեջ կտա իր գնահատականը։ Եթե հանրությունը չմտնի եւ իր արձագանքը չներկայացնի, դուք դա եւս ճիշտ կհամարեք։ Ես կընդունեմ դա որպես դրություն, իգիտություն, եթե նկատել եք, ես մինչև օրս այդպես էի անում, հանդես է գալ ինչ-որ մի նախաձեռնությունով, նպատակ ունենալով դիրքորոշումը ճշտել, բայց մենք կունենանք ամսի 18-ին մի իրադրություն, երբ մեզ պարզ կլինի բոլորի դիրքորոշումը ներառյալ հանրության։ Լավ, ձեր քայլը ո՞րն է լինելու, այնուամենայնիվ դուք ուղղակի հացադուլից դուրս կգաք եւ արդյունքում պարզ կլինի հետագա քաղաքական ռազմավարության համար սա եւ այլն եւ այլն։ Այդ դուք արդեն ճանաչված կլինեք, որովհետեւ ձեզ շատ հարցազրույցներ կանեն, հասարակությունը ձեզ արդեն որպես մեծ զոհության գնացող քաղաքական գործի կճանաչի։ Դուք հետընտրական զարգացումներ ձեզ համար, գործողություններ պատկերացնում եք, որ կկարողանաք օրինակ ինչ-որ շերտեր մոբիլիզացնել եւ Հենց նորից եմ ասում, հենց այս հիմքի վրա քաղաքական գործիչը պիտի անի այն, ինչը ինքը համարում է ճիշտ։ Քաղաքական գործիչը օրինակ պիտի մասնակցեր առնվազն ազգային ժողովի ընտրություններին։ Դուք այդ էլ չեք արել, պարոն Ղուկասյան։ Ընդամենը ամիսներ առաջ փաստորեն դուք կարող եք մասնակցել Մաշտոցի պուրակում, ոչ թե այդ ընտրություններում, որովհետև այդ ընտրություններում դու չունես ազդելու հնարավորություն։ Իսկ նախագահական ընտրություններում մեկ անձը
փոքր կոմպակտ թիմը կարող է ազդել։ Հայտ ներկայացնել, չէ, կարող եք այնտեղ Այսինքն բրիգադիրների օրինակ ներուժը օգտագործելով ինչու՞ չէ։ Եվ դա էր Գոնե մասնակցել բավականին մեծ ճնշում, որը որ քաղաքացիական շարժումների վրա գնում էր, սկսած Պուրակից հետո, որ քաղաքացիական շարժումները քաղաքականացնեն, դա ճիշտ մոտեցում է, չքաղաքականացվեն եւ այսպիսի տեսակետներ կան։ Արդյունքում տրողվեց քաղաքացիական շարժումը, մի մասը քաղաքականացնելու կողմնակից, մյուսը ոչ, հա։ Մնաց այն դիրքում, որ պետք չի քաղաքականացնել, մնալ միայն հանրային խնդիրների զուտ շրջանակ։ Ջրբաժանը հենց այդ տեղով անցավ, պարոն Ղուկաս։ Երևի թե հա, տեղի ունեցավ այդ։ Ղուկասյան, մենք հարցումներ ենք անցկացրել հանրության շրջանում, թե որքանով մեր համակարգացիները ընտրողները որքանով են ճանաչում ձեզ եւ որքանով գիտեն ձեր մասին ձեր թույլտվությամբ դիտենք այդ տեսանյութը Ճանաչում եք նախագահի տեխնացու Անդրեաս Ղուկասյանին չեք լսել հիմա հացադուլ է անում տեղյակ չեմ աղջիկ Անդրեաս Ղուկասյան երեք խոսում էր հա ճանաչում եք չէ երևակայ լավ բաներ ասեց երեք մի քիչ հետաքրքիր հացադուլ արել ահա հստացույց է գնացել է բանի Բաղրամյանի վրա անտեղ նստել է միտոն դրանով ինչ ա ուզում ասի ես չեմ ճոգում Երևակայի երևի բոլորը որ միասին կայնեն դա ուրիշ բան բայց դա ինքը հայտարարեց որ շինձուն դրություններ հա դրա համար ստիպված են այդպես անելու տելևիզիոնով տեսնում Ինչ կարծիք ունեք եթե նա ընտրվի որևէ բան կփոխվի Պիտի նստը որ իմանանք փոխվում է, հիմա չենք կարա իմանանք։ Հացադուլները, եղկեն է հացադուլներ լսել են, չգիտեմ աղջիկ ջան, չգիտեմ, ընտրոները մեկը չներգուտություն, որ մեկին ասում սենց է, բոլորն են լավն են, ինչ է։ Չեմ էլ լսի ինձ կներեք։ Չեք էլ լսել։ Ճանաչում եք Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնացու Անդրեաս Ղուկասյանին։ Հիմա հացադուլ է անում, հնարավոր այդպես իմանաք։ Ռաֆիկ Հովհաննիսյանն էլ էր անում հացադուլ, թերթով հացադուլ են անում, որպես ինչ։ Ռաֆիկ Հովհաննիսյանն էլ էր հացադուլ անում, որ չի չեզա կարգ է հրավիրվել, հրաշվել է սիրտնախցը, գալիս տուպի կապել է։ Բա Ռաֆիկ Հովհաննիսյանը նորից տեխնացիություն դրել է։ Հա որ դրել է, որպես ինչն է փոխվելու, Իրանց առողջությունն են ուղղակի վնասում։ Ինչ ոչ մի բան էլ չի փոխվել։ Մեկը մյուսին փնովում է, խի եք փնովում է։ Անդրեաս Ղուկասյանին։ Հիմա հացադուլ է անում, կարող է այդպես իմանաք։ Չէ, տեղյակ չեմ, չգիտեմ, չեմ ճանաչում։ Իհարկե դա խնդիր է ճանաչման հետ կապված, բայց եկեք այսպես մոտենանք այս հարցին։ Մենք ունենք որոշակի սկզբունքների վրա ձևավորված քաղաքական համակարգ, կուսակցական համակարգ։ Այդ համակարգը ըստ էության գտնվում էր real politics-ի արժեքային համակարգում, ինչպես որ եւ ձեր, չէ, հաղորդման անունը, եւ միշտ երկրորդական էր համարում օրենքի գերակայունության սկզբունքի ճանաչման հարցը։ Եվ քաղաքացիների շահը բնականաբար եւ ճանաչված լինելը բնականաբար պիտի կապված լիներ այդ համակարգի ինչ որ մի բաղադրիչ դառնալու հետ, լինելու հետ։ Ես նորից եմ Դուք հացադուլով մեծ պաստորեն նաև այսպես Ինչեւ հացադուլ ուզում են բացատրեմ քայլ եք անում ճանաչված չէ մերժելով բոլոր այդ ճանապարհները պաստորեն դուք միանգամից հացադուլով հասկանալի է որ երկու տասնյակ ռադիոկայան ունեցող գործչի համար միանալ այս կամ այն քաղաքական ուժին դա մեծ խնդիր չի եւ չի մերժվի երբեք այդ մարդու հայտը եթե ինքը ուզում է կամ հարում է այս կամ այն քաղաքական ուժին Այսինքն դա իմ ընտրությունն է եղել, որ ես չեմ ուզեցել այդ արժեքների, այդ սկզբունքների վրա կառուցված կուսակցական քաղաքական խմբերում անդամակցել։ Այսօր մենք ասում ենք իրադրությունը թելադրեց, չէ, այս վիճակը նաև կուսակցականության կուսակցությունները ավարտվեցին, բրծան, մաքրեցին լվացին ձեռները եւ կանգնեցին հոտ եւ ձեր մարտահրավերը փաստորեն նաեւ այդ ամբողջ կուսակցական համակարգին է եւ այս աշխատանքով ստացվեց որ այս իրադրության մեջ բնականաբար յուրաքանչյուր նոր քաղաքական գործիչ որը որ հանդես է գալիս
ինչ-որ մի այլ գաղափարախոսությունով, այլ արժեքային համակարգով մարտահրավեր է նետում նաև ամբողջ համակարգին, այդ թվում նաև որովհետև մարտահրավեր է նետում արժեքներին։ Մենք 20 տարի ունեցել ենք ինչ-որ քաղաքական տեսություններ, որ աշխարհը մեր դեմ է, բոլորը մեր վատն են ուզում, որ ամեն ինչ սուտ է, քաղաքականությունը դա վատ բան է, պոռնիկություն է, սաղ աշխարհը կոռուպացված է եւ այլն, այդ համակարգի հասկացողությունները ամբողջությամբ ներդրված էին մեր քաղաքական։ Պարոն Կասյան, մենք տեսել ենք, թե ինչպես է իշխանությունը վարվում իր քաղաքական հակառակորդ լրատվամիջոցներին, զրկում է հաճախականություններից, բանտարկում է նրանց, ովքեր որ չեն հետևում իշխանության հորդորներին, ուղղակի վտարում են երկրից կամ եւ այլն։ Դուք 2 տասնյակ լրատվամիջոցների նաև սեփականատեր եք։ Եվ այսօր դուրս եք եկել այսպիսի ծայրահեղ պահանջով իշխանության դեմ Սերժ Սարգսյանի նաև աստորեն թեկնածությունը չգրանցելու պահանջ եք ներկայացնում, շարունակում եք մնալ սեփականատեր։ Ձեր հաճախականությունների նկատմամբ որևէ ոտնձգություն իշխանության կողմից, ձեր սեփականության իրավունքի սահմանափակում ձեր Հայաստանի իրականության համար այսպես մի քիչ նաև ոչ օրինաչափ։ Գիտեք, եթե լրագրողական այդ հետազոտություններ անեք, հայտնաբերեք, որ Ռադիո Հայը այն եզակի մասնավոր ընկերություններից է, որը որ սահմանադրական դատարանում ացել է որևէ հաջողության։ Մենք երկար տարիներ պաշտպանում ենք մեր ԶԼՄ-ի իրավունքները հարկային դաշտում, մյուս դաշտում կապված զուտ օրենքով եւ օրինական գործիքներով մեզ հասանելի։ Մենք ամեն կուրս ենք տեսել, մենք գալա ենք տեսել, պարոն Ղուկասյան, այս իշխանությունները նման ուրեմն անհեթեթ ճակերտների մեջ։ Դե այնուամենայնիվ 2000 թվականին, երբ որ 2001 թվականին մենք ունեինք հարկայինի հետ իրադրություն եւ 5 միլիոնի տուգանք սահմանեց։ 2002 թվականին Ամեկ Պլյուսը փակվեց։ Ես ձեզ մատնանշում եմ, այդ զուգահեռ էր գնում։ Մենք հաղթեցինք մեր դատը եւ նույնիսկ օրենքներ փոխվեցին հետո։ Դա տանելի լրատվամիջոց է։ Ամեկ Պլյուսը անտանելի էր։ Կախված է նրանով, որ մենք պահպանում էինք չեզոք դիր։ Դժվարություն ունեք։ Ամեկ Պլյուսը երևի պահպանում էր ինչ-որ մի ուղղվածություն քաղաքական, որովհետև գիտեք, թե ուղղակի քննադատում էր, իսկ դուք ոչ։ Կախված է նրանից, որ դիրքից ես քննադատում։ Այսօր դժվարություն ունեն ձեր լրատվամիջոցները։ Դուք քննադատում եք, որ լրատվական միջոցը պահպանում է չեզոք դիրք այն ժամանակ, երբ հնարավորություն է տալիս ցանկացած հարցով բոլոր կողմերի տեսակետը։ Ռադիո Հայը միշտ ձգտել է այդ որակի մեջ մնալ, չսատարելով որևէ մի կողմի ագիտացիային, ոչ իշխանական կողմի ագիտացիային, ոչ դիմադիր որևէ կողմի ագիտացիային։ Եվ սա նաև եւս եղել է մի հանգամանք, որ մեր եւ իշխանությունների մեջ միշտ պահել է որոշակի բալանս։ Այս ընտրությունների հետ կապված Ռադիո Հայի դիրքը ես հայտնել եմ, մենք կասեցրել ենք մեր լրատվական բաժնի աշխատանքը, որպեսզի ձեր այդ դիրքը նորից պահպանենք, չեղյալ դիրքը մեզ համար ինքնուրույն դուք այսօր դժվարություն չունեք եւ ձեր սեփականությունը, ձեր չեմ կարող ասեմ, այս պահի դրությամբ որևէ ոք մինչ այս պահը կոնե ինչքան որ դուք տեղյակ եք։ Չի արվել, այո։ Շատ լավ։ Շնորհակալություն այս հանդիպման համար, սա իսկապես բացառիկ հնարավորություն էր, դուք այս ծայրահեղ քայլին եք դիմել եւ մեզ հնարավորություն ընձեռեցիք իսկապես գալ այստեղ եւ ձեզ հետ զրուցել եւ Երանի շատ արագ դուք կարողանաք հասնել ձեր նպատակներին եւ արագ դուրս գաք այս ծայրահեղ եւ առողջություն եք ցանկանում։ Իմ համոզմամբ այս քայլը ապաքաղաքական է, որովհետեւ քաղաքական քայլերը անսպառ են եւ պետք է ձգտել քաղաքական ուրեմն գործուն միջոցներ, քայլեր դեմ եք հարկադրանքի որպես այդպիսի։ Չէ, հարկադրանքի չէ։ Հացադուլին եմ դեմ քաղաքականության մեջ, որտեղ քաղաքականությունը խոսքի այսպես միջոց է, հնարավորություն է որոշակի զոհաբերություն բերենք այսօր ցուցաբերենք հանրությանը, որպեսզի արժեքները սկսեն աշխատել, որտեղ եթե չոր մի բանի դիմաց բան վճարված չի, ապա եւ դա արժեք չի։
որպեսզի հասնենք այն դրությանը, որը դուք եք մատնանշում, երբ որ իրոք խոսքը եւ միտքը եւ հասկացողությունը գաղափարախոսությունը մեջ ավելի գերակայող եւ ընդունելի կլինի, կարևոր է քաղաքական իրադրություն դելադրելու համար։ Այսօր ցավոք սրտի մենք այլ իրավիճակում ենք, դուք դա ինձանից որ ավելի լավ գիտեք։ Առողջություն ձեզ, պարոն Ղուկասյան։ Առողջություն ձեզ, հաջողություն։ Շնորհակալ եմ։